Եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին ուշի ուշով հետևում են Ադրբեջանում, թեման եռում է ադրբեջանական սոցցանցում, մամուլն ակտիվ վերլուծություններ է անում, հարցի նկատմամբ գայթակղությունն այդքան մեծ է։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով եկեղեցու դեմ հարձակումներն իրականում սկսվել են շատ ավելի վաղ, Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավարի ելույթով։ Շեյխուլ Իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն հայ եկեղեցին որակել էր սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։ Ես վստահ եմ, որ հրահանգը եկել է Ադրբեջանից, դա իրականացնելու տարբեր նկատառումներից ելնելով նպատակային է, որպեսզի իրենք գտնեն գործիքակազմ ու տարբեր միջազգային հարթակներից, որտեղ խոսվում է քրիստոնյաների իրավունքների հետ կապված եւ այդ թեման ակտիվացել է Թրամփի իշխանության գալուց հետո, դրան պատասխան է, որ իրենք լավ քրիստոնյաներ չեն, կեղծ են, ինչպես Փաշինյանն ասում է, արտասուրբ են եւ այլն։ Երևանը պատրաստ է անհապաղ ստորագրել եւ հետագայում վավերացնել խաղաղության պայմանագիրը, այլ են ադրբեջանցի պաշտոնյաների տրամադրությունները։ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ նույնիսկ եթե վաղը կողմերը խաղաղության պայմանագիր ստորագրեն, կայուն խաղաղության չեն հասնի, որովհետև իբր Հայաստանի սահմանադրությունը հակասում է դրան։ Հայրապետյանը նկատում է, համաձայնագրի ստորագրման գործընթացը ոչ միայն տեղում դոփում է, այլև արդեն 2 ամսից ավելի է սահմանին անհանգիստ է, թշնամին կրակում է Սյունիքի ուղղությամբ։ Ավելին, տարվա սկզբից ի վեր ադրբեջանցիները անհատական եւ համատեղ 27 զորավարժություն են անցկացրել։ Պակիստանյան կործանիչների գնման, մեծաքանակ գնման հետ կապված տեղեկություններ հայտնվեցին եւ Ադրբեջանը այդ ուղղությամբ գնում է, այսինքն զինվում է, կազմակերպում է զորավարժություններ, շարունակում է զավթողական թեմաների առաջ քաշումը ոչ միայն քաղաքական մակարդակում, այլ նաեւ հանրակրթական դպրոցներում ու դրանով ցույց է տալիս, որ Հայաստանի հետ խաղաղության գնալու որևէ իրական միտում չունի։ Վերջին զորավարժությունը բանակի հրթիռահրետանային զորքերի մասնակցությամբ էր, տակտիկական վարժանք իրական կրակով։ Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության, զբաղեցրել կրակային դիրքեր եւ կատարել կրակային հարվածներ հաուբիցներից եւ համազարգային կրակի հրթիռային համակարգերից, ոչնչացնելով պայմանական թշնամու թիրախները։ Մասնագետն այս շրջանում Բաքվի կողմից հիբրիդային պատերազմ է կանխատեսում։ Այնպես կհնչի տեքստը, որ եթե Նիկոլ Փաշինյանը չմնա իշխանության, լինելու է պատերազմ, այսինքն ցանկացած այլ ուժ, որ գա իշխանության, լինելու է պատերազմ, այս տրամաբանությամբ էլ փորձելու են հանրության տրամադրությունների վրա ազդել։ Իսկ այս ընթացքում հայ որոշ պաշտոնյաներ ադրբեջանցիների հետ համակեցության կոչեր են անում։ Երբ լինի խաղաղության պայմանագիր, ըստ Ալեն Սիմոնյանի, հայերը կարող են ապրել նույնիսկ Բաքվում։ Հիմա ո՞նց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ, այսինքն մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալի եւ իրար չենք նայում, 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել։ Իսկ Ադրբեջանում կա արդյոք թեկուզ մեկ պաշտոնյա, որը նման խոսույթով է դիմում հասարակությանը։ Իրենց բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը իրենց պատմական հողն է, դա կոչում են Արևմտյան Ադրբեջան, այսինքն տերմինով, որը չունի ոչ աշխարհաքաղաքական, ոչ պատմական, ոչ մի հիմնավորում, ընդհանուր զավթողական կոնցեպտ է, կրկնում եմ, այդ կոնցեպտը 2023-24 թվերին մտել է Ադրբեջանի հանրակրթական դպրոցներ, այսինքն սերունդ է կրթվում արդեն այդ մտայնությամբ եւ այդ ամենը տեղի ունեցել Արցախի հանձնումից Արցախի վերաբերյալ իշխանությունների կայացրած որոշումներից հետո։ Ալիևի հրահանգով ստեղծված արևմտյան Ադրբեջան կայքով այսպիսի տեղեկատվություն է սփռվում։ Նշում եմ, որ Չակերտավոր արևմտյան Ադրբեջանը 29840 կիլոմետր է, որը ըստ էության ավելի մեծ է, քան Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանը։ Իրական Հայաստան Նիկոլ Փաշինյանի 29743 էր։ Սա է այսպես կոչված խաղաղության գնացող երկրի պատասխանը Հայաստանին։ Պահանջների ցանկը նվազելու միտում չունի։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։